Կարդեք, կանգնելով այստեղ, մոռալով այստեղ Ղարաբաղի պրոբլեմը մենք չենք լուծի։ Ղարաբաղի պրոբլեմը մենք չենք լուծի։ Մենք ձեզ հավաստիացնում ենք, որ ամեն ինչ կանենք, ժողովուրդի հետ միասին, ամեն ինչ կանենք։ Եվ այն ինչ որ դուք այստեղ արտահայտում եք, ժողովուրդը կանգնացա նաև ուզում նորից գա արտահայտի, ճանապարհը բացեք թող մի ժողովուրդներ գան դիպապարատում։ Կառավարությունը եւ հանրապետության ղեկավարությունը կարող է գործել միայն մի դեպքում, եթե ժողովուրդի հետ միասին լինի։ Եվ դուք պետք է լինեք մեզ հետ միասին։ Մի րոպե։ Այո, ճիշտ ես ասում։ Ես ոչ դեպի չի ասում, անիմն է։ Սիրելի ժողովուրդ, այսօր առաջին անգամ մեր ժողովրդի բողոքի ցույցը հաստատ Լենինի հրապարակ եւ Հայաստանի ղեկավարության ներկայությամբ մեր ժողովուրդը արտահայտում է իր վճռականությունը։ Այսօր Ղարաբաղում տեղի է ունենում լուրջ ագրեսիա ադրբեջանական իշխանությունների կողմից։ Վեզիրովը օգտվելով զորքի ներկայությունից հսկայական շինարարական աշխատանքներ է ծավալել Ղարաբաղում եւ ծրագրել է առաջիկա 1-2 ամիսների ընթացքում բռնի ուժով նվաճել Ղարաբաղը։ Դա իսկական ագրեսիա է եւ մենք չպետք է վախենանք այսպես որակել այդ միջոցառումները, որ ծավալել է Վեզիրովը։ Այսօրվա բողոքի ցույցը ուղղված է հենց այդ ագրեսիայի դեմ եւ մեր ղեկավարությունը պետք է գիտակցի իրադրության դժգոհությունը եւ ձեռնարկի ցանկացած միջոց այդ ագրեսիան կանխելու համար։ Դուք գիտեք, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն մի շարք բանակցություններ է ունեցել մեր ղեկավարության հետ եւ արդեն որոշ միջոցառումներ ձեռնարկվել են։ Դա Ղարաբաղում շինարարական, հսկայական, տեխնիկայի եւ շինանյութերի մատակարարման հարցն է։ Ժողովրդական դեպուտատների սովետը պնդում է իր որոշումը վերամիավորվելու Հայաստանի հետ։ Ընկեր Գորբաչովը պետք է հասկանա եւ մեր ղեկավարության պարտականությունը այդ բանը նրան հասկացնել։ Ղարաբաղի հարցը ներվում են ձևականորեն սահմանադրության սահմանափակումներով։ Եթե մի մարդ 5 անգամ խախտում է սահմանադրությունը, ուրեմն այդ սահմանադրությունը բանի պետք չէ։ Մեր բողոքի այս ցույցից հետո ինքնում է մեր ղեկավարությունը։ Այսուհետև պետք է լծվի նույն վճռականությամբ, այնպիսի վճռականությամբ, ինչպիսով լծված է մեր ողջ ժողովուրդը, այնպիսի վճռականությամբ, ինչպիսով լծված է Վեզիրովը, եւ պետք է պայքար մղի, ուղղակի ճակատամարտ տա հանուն Ղարաբաղի վերամիավորման։ Միացում